Բարև ձեզ, Լորի հեռուստաընկերության եթերում իրողությունն է։ Մի քանի օր է, ինչ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Ուղղակի ժողովրդավարություն եւ հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությունները համատեղ մոնիտորինգ են իրականացնում համայնքներում վարչական ռեսուրսի օգտագործման եւ հնարավոր չարաշահման վերաբերյալ։ Արդյունքների վերաբերյալ զրուցելու նպատակով այսօր տաղավարում հյուրընկալել ենք կազմակերպությունների ղեկավարներ Գևորգ Քոթանջյանին եւ Անուշ Ասլանյանին։ Բարև ձեզ։ Պարոն Քոթանջյան, նախ սկսենք այն հարցից, թե ինչու հենց այս թեման ընտրվեց։ Նախ եւ առաջ պետք է խոստովանենք, որ վարչական ռեսուրսի օգտագործումը առաջին հերթին, որը ընտրությունների ժամանակ շատ դեպքերում շահարկվում է տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական խմբերի կողմից, ինքը բնական երևույթ է, որովհետև ռեսուրսը պետական ռեսուրսն է, որը նաև աշխատում է, բայց շատ կարևոր է տալ նաև բնակիչներին, քաղաքացիներին հարցի պատասխան, թե արդյոք այդ վարչական ռեսուրսի օգտագործումը նպատակային չարաշահում է ի նպաստ այս կամ այն ուժի, թե ոչ։ Եվ այս հարցի պատասխանը իհարկե շատ հետաքրքրական է, ոչ միայն փաստացի մոնիտորինգ, այսինքն մշտադիտարկում իրականացնող խմբերին, այլ նաև հասարակությանը, որտեղ շատ դեպքերում հասարակությունը եւ զնգնում է հակաքարոզի մեջ, սխալ քարոզի մեջ եւ իրեն թվում է, որ ցանկացած տեսակի գործառույթ, որը իրականացվում է, դա ապօրինի է։ Եվ այստեղ պետք է նման գործառույթներ իրականացնել եւ հանրությանը ներկայացնել, թե որն է այն թույլատրելի եւ այն թույլատրելի սահմանները, որոնք շատ հաճախ միավորվում, խառնվում են եւ դառնում են ռեսուրսի չարաշահում ի նպաստ այս կամ այն ուժի։ Այս դեպքում մենք իհարկե բազմաբովանդակ ֆորմատ ենք ընտրել, սկսած առողջապահական հիմնարկների գործունեությունից, կրթական հիմնարկներ, համայնքային ուրեմն հոակներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, համայնքապետարան, այսինքն այն ամեն ինչը, ինչը որպես այդպիսին վարչական ռեսուրս է համարվում։ Առանձնացված ունենք երկու մոդել, այսինքն առանձին դիտարկում ենք այս պահին Վանաձոր, Գյումրի եւ Տաշիր համայնքները, ինչի որովհետեւ այստեղ տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորված են, այսպես ասած, ավանդականից այլ տարբերակով։ Գյումրիում եւ Վանաձորում մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի ճգնաժամեր։ Այ հենց հարցս դրան էր, հաջորդ հարցս վերաբերելու, թե ինչու հենց Լոռի, Շիրակ եւ Տավուշի մարզերը ընտրվեցին։ Նախ կազմակերպությունները, երկու կազմակերպություններ Հյուսիսային մարզում են գործում, այսինքն Լոռ մարզում են գործում, իհարկե աշխարհագրական առումով նաեւ մեր գործունեությունը ծավալում ենք հանրապետության այլ մարզերում եւս, բայց կենտրոնացված ենք Վանաձորում եւ գրասենյակներն է գործում Վանաձորում եւ երկրորդ ինչու Լոռի Շիրակ, որովհետեւ այստեղ հավանական բոլոր քաղաքական ուժերի բախման կենտրոնն է, այսինքն մի կողմից մենք օրինակները բերենք, Վանաձորը ինքը հանդիսանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար ինքը նշանակովի է, ով նշանակվել է հանրապետության վարչապետի կողմից, մինչդեռ այդ ռեսուրսը փաստացի չի տնօրինում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, փաստացի։ Գյումրիում լրիվ այլ իրավիճակ է եւ այնտեղ կոմունիստական կուսակցությունն է իշխում, համայնքի ղեկավարը ձերբակալված է քրեական գործերի շրջանակում եւ այս ռեսուրսը, որը վարչական ռեսուրս ասվածը, մեզ համար անհասկանալի էր, թե որ կողմ է ուղղվելու, հա, կամ ուղղվելու է արդյոք ինչ-որ մի կողմ, թե ոչ։ Տաշիր համայնքում օրինակ շատ ավելի հետաքրքիր պատկեր է, այնտեղ համայնքապետը ընդդիմադիր է, բայց փաստացի գործառույթները շատ դեպքերում հենց իշխանությունների է, այսինքն նույն սուբվենցիան իրականացվում է իշխանության աջակցությամբ եւ օգնությամբ։ Եվ այստեղ անհրաժեշտություն է առաջանում նախ հասկանալ, թե օգտագործվում է վարչական ռեսուրս, թե ոչ, եւ եթե օգտագործվում է, դա որ կողմ է գնում։ Այսինքն օրինակ
կառավարության հետ համատեղ արված ծրագրերը օգտագործվում են ի նպաստ կառավարության, թե ընդդիմության եւ այլն եւ այլն։ Զուգահեռ սրան իհարկե մենք չենք կարող այս երեք համայնքներից, սա լավ օրինակ է, որը որ առանձնացված ուսումնասիրում է եւ զուգահեռ դրան արդեն մնացած մարզերը եւս, այս դեպքում հյուսիսային մարզերը, Վայոց ձորի մարզը, Արագածոտնի մարզը ուսումնասիրվում է եւ հենց այդ ուսումնասիրությունների արդյունքում ունենք օրինակ որոշ кейսեր, որոնք որ օրինակ գտել ենք, որ կա այդտեղ քրեական տար եւ դիմել ենք նաեւ դատախազություն, թե ինչ ընթացք կստանա հետագայում, դա բարձ կդառնա առաջիկայում գուցե նաեւ հետընտրական շրջանում։ Իսկ ինչ ժամանակահատված է ընդգրկում մոնիտորինգը եւ առհասարակ ինչ մեթոդաբանություն եք օգտագործում, ասենք փաստաթղթերի ուսումնասիրություն է տեղում համայնքապետարանների հետ աշխատանքը ինչպիսին է։ Տեսեք, որպեսզի մենք կարողանանք ունենալ օբյեկտիվ գնահատում, մենք պետք չենք կարող այս պահի դրությունը միայն ուսումնասիրենք եւ մենք ուսումնասիրել եւ համեմատականներ ենք դրել համայնքապետարանի գործառույթների մեջ թվային առումով այս տարվա ենթադրյալ մարտ, ապրիլ, մայիս ամիսներ, սկսած հունվար-փետրվար, մարտ-ապրիլ ամիսներ եւ 2025 թվականի հունվար-փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսները։ Այստեղ շատ կարևոր է ունենալ հին տվյալները եւ նորը։ Ինչի համար, որովհետեւ այստեղ բացահայտումներ է լինում ահռելի, հա, օրինակ, չգիտեմ, շինթույլտվությունների քանակների տարբերությունը, հա, անցած տարվա ժամանակահատվածում եւ այս տարվա։ Ենթադրենք օրինակ, երբ որ ուզում ենք հասկանանք, թե արդյոք շինթույլտվությունը որպես այդպեսին կարող է համայնքային իշխանության կողմից օգտագործվել, սկսում ենք ուսումնասիրել 25 թվականին, ենթադրենք օրինակ վերցնում ենք Ալավերդի համայնքը, հա, որտեղ անցած տարի փաստացի եղել է ջրհեղեղի հետևանքները վերացնելու ժամանակահատվածը, այսինքն խոշոր նախագծերի ժամանակահատվածը եւ օրինակ 25 թվականի այդ ժամանակահատվածի շինթույլտվությունների քանակ ենք ուսումնասիրում եւ այս տարվա եւ երբ որ կա ակնհայտ ավելացում, այստեղ արդեն հարցը առաջանում, թե ինչի արդյունքն է, որտեղ շինարարական բումը ըստ երևույթին եղել է անցած տարի, բայց շինթույլտվությունների ծավալի աճ նկատվում է այս տարի։ Այստեղ արդեն ոնց որ մենք չենք կարող դա գնահատենք, ասենք որ ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահումը, բայց մենք տալիս ենք արդեն այս մոտեցումը, որպեսզի նաև քաղաքացին ինքը իր մեջ գնահատի եւ տա դրա այդ երևույթին իր գնահատական։ Իսկ որքանով են համայնքապետարանները համագործակցում տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Ես պետք է ասեմ, որ տեղեկատվության տրամադրելու հարցը ըստ երևույթին որոշակիորեն բարդանում է որոշ համայնքներում, որոշակի լավարկվում է որոշ համայնքներում։ Կան այս ընթացքում համայնքներ, որոնք շարունակում են ակտիվորեն պատասխանել հարցումներին եւ կա օրինակ Գյուլաքարակ համայնք, որ առհասարակ հարցումների չի պատասխանում։ Այստեղ մենք կարող ենք արդեն խոսել, որ այն համայնքը, որ առհասարակ հարցումների չի պատասխանում, այդ համայնքում կա ինչ-որ անհասկանալի եւ ամենայն հավանականությամբ նաեւ վարչական ռեսուրսի կիրառման լայն կիրառման հնարավորություն, որով պայմանավորված այդ համայնքը խուսափում է առհասարակ պատասխաններից։ Իսկ վարչական ռեսուրսի չարաշահման ինչ օրինակներ եք նկատել տեղական ինքնակառավարման մակարդակում։ Օրինակը բերեմ Թալին համայնքի, որը որ մեզ համար կոնկրետ դա վարչական ռեսուրսի չարաշահման ձև է, երբ որ համայնքի ղեկավարի որոշումով, ով նաև հանդիսանում է գործող իշխանության քաղաքական թիմի տեխնացու, իր կողմից տրամադրվել է ինչ որ կազմակերպության գումարներ, որպեսզի քաղաքացիներին տրվի սոցիալական աջակցություն, դեղորայք ձեռք բերվի եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ հատկանշական է այն, որ համայնքի ղեկավարը հանդիսանում է նաեւ տեխնացու եւ խորառումով, քանի որ ուղիղ ֆինանսական աջակցություն տրամադրելու իրավունք չունի, առհասարակ գումարի տեսքով ֆինանսական աջակցություն տրամադրելու իրավունք չունի, այս դեպքում իհարկե ինքը պետքա
դիտարկվի բարեգործության արգելքի ներքո, որը սակայն կարծես թե դատախազությունը նախաքննություն իրականացնող մարմինը համամիտ չէ, քանի որ այլ համայնքներում ենթադրենք ընդդիմադիր համայնքապետեր ունեցող համայնքներում այդ օրինակը հիմա չունենք, նման աջակցություններ այս փուլում տրամադրելու, մենք չենք կարող համեմատական անել, թե ենթադրյալ հակառակորդ դաշտի, քաղաքական հակառակորդ դաշտի ներկայացուցիչների հանդեպ ինչ մոտեցում կունենար գործող իշխանությունը եւ ըստ դրանով նաեւ իրավապահ համակարգը։ Իսկ որոնք են այն գործառույթները, որոնցից նախընտրական շրջանում պետք է համայնքի ղեկավարները հնարավորինս զերծ մնան։ Ամենակարևոր գործառույթը դա սոցիալական օգնությունների տողն է, որովհետև տարիներ շարունակ հիմա կա մի լավ բան։ Հրապարակվում է որոշման մեջ նաև քաղաքացիների անունները, ովքեր որ ստանում են այդ օգնությունը։ Նախկինում օրինակ, երբ որ ընտրություններից առաջ ահռելի թվերով սոցիալական օգնություն էին տրամադրում, որևիցե քաղաքացու տվյալ չէր հանդիպի եւ դա համայնքները որպես անձնական տվյալների գաղտնիք պարունակող տվյալներ էին դիտարկում եւ չէին տրամադրում, մինչդեռ այն ժամանակ շատ մեծ քննարկում էր գնում այն մասով, որ հիմնական դեպքերում դա ընտրակաշառք է։ Հիմա փաստացի մենք ունենք այդ քաղաքացիների տվյալները, գոնե անուն ազգանուններ, ովքեր ստանում են այդ սոցիալական աջակցությունները։ Իհարկե մոտեցման առումով նաև այս դեպքում կարող ենք իհարկե դիտարկել, որովհետև մենք փորձում ենք հասկանալ առողջապահական սխեման ոնց է աշխատում, որտեղ ընտրություններից առաջ, որը օրենքի շրջանակում է եւ դա սկսած 2019 թվականից այս ապահովագրության մեթոդը մշակվում էր եւ դրվեց օրենքով արդեն, այսինքն չեն կարող ասել, որ զուտ այս ընտրություններին ընթառաջ է եղել, որտեղ 19 թվականին ամբողջը մշակվում էր, պատերազմով, կոവിഡ്ով պայմանավորված կանգ առավ եւ ինչ որ ժամանակ հետո սկսեց, հա։ Բայց զուգահեռ մեծ շատ հետաքրքիր է օրինակ առողջապահական պետպատվեր ասված, որը որ առողջապահության նախարարությունն է հաստատում, ինչքան է պահպանվել, որովհետեւ տարիքային խմբերը, որոնք որ պետքա պետպատվերով անցնեին, իրանք արդեն կարծես թե ապահովագրություն են ստացել եւ պետքա որ թիվը կտրուկ նվազեր, բայց այն ժամանակ իհարկե դա մարզպետարանների լիազորության ներքո էր, հիմա նախարարության։ Եվ այս հարցումները ստանալը մի քիչ ավելի բարդ է եւ աշխատատար։ Մյուսը օրինակ կրթական հաստատություններն են։ Մենք գիտենք, որ տարիներ շարունակ բոլոր կրթական օջախները եղել են քաղաքականացված։ Այսինքն ուղղակի ինչ որ քոլեջի կամ բուհի տնօրեն չէր կարող լինել պատահական ինչ որ մեկը եւ հիմա ներկայում եւս այդ մարդկանց մեծամասնությունը պահպանում է իրանց դիրքերը, այսինքն նույն բուհերում շարունակվում է լինել եւ այստեղ մեզ համար շատ կարեւոր էր նաեւ հասկանալ, թե օրինակ կրթության գիտության նախարարությունը արդյոք տիրապետում է, թե քանի ուսանող է ստացել կրթաթոշակ քաղաքական կուսակցություններից, քանի ուսանող է վարձ ստացել իրենցից կամ այլ հիմնադրամներից, որոնք ասոցացվում են այս կամ այն քաղաքական խմբի հետ եւ ԿԳՄՍ-ից մենք ստացանք պատասխան, որ իրենք չեն տիրապետում, որը շատ վատ օրինակ է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ պետական մարմինը չունի որևիցե լծակ ստուգել, թե արդյոք այդ ձևաչափով ընտրակաշառքի հնարավորություն կա, թե չկա։ Եվ բուհերով անցնելու պարագայում դա այնքան ահռելի ռեսուրս է, որ հնարավոր չի ուղղակի պարզել։ Հիմա փաստացի ստացվում է, որ այս վարչական ռեսուրսը մնում է բաստողի վիճակում։ Մյուսը, քանի որ շատ մարդիկ, շատ քոլեջներում, բուհերում, նաև դպրոցներում, հա, այս դեպքում օրինակ գիտենք, այս կամ այն կուսակցությունում օրինակ ինչ որ դպրոցի ենթադրենք
կա հիմա երկու տնօրեններ, մեկը կրթական մասով, մյուսը ֆինանսատնտեսական մասով, հա, օրինակ այդ ֆինանսատնտեսական մասի տնօրեններից որոշները տեխնացու են հանդիսանում եւ այլն եւ այլն։ Այ իրանց արձակուրդի հարցն է։ Բացի դա, օրինակ, Գյումրու Շիրակի պետական համալսարան եւ Վանաձորի պետական համալսարանների հոգեբարձությունների խորհրդի մեջ ներգրաված են ի պաշտոնե երկու մարզերի մարզպետները։ Հիմա այստեղ ասել, որ քաղաքականությունից զերծ են բուհերը, փաստացի չեն կարող պնդել։ Ասել, որ իրանք խառնվում են գործառույթներից, բուհերը ավելի փակ կառույցներ են եւ իհարկե հնարավորություն չկա գնալ տեղում ուսումնասիրել, թե արդյոք օրինակ այս կամ այն դասախոսը քողարկված կամ ոչ քողարկված ինչ-որ քաղաքական գիծ ստանում է, թե ոչ։ Բայց սա ըստ երևույթին հենց վարչական ռեսուրսի օգտագործումն է եւ փաստացի պետք է արձանագրենք, որ եւ երեք ԿԳՄՍ նախարարը նաեւ հայտարարեց, որ որոշ կրթօջախներում եղել է քարոզչություն եւ դրանով պետք է զբաղվեն, բայց փաստացի է ծավալի մեջ ԿԳՄՍ-ն այնպես ինչպես մենք անտեղյակ ենք այս պահին, ոնց որ մենք ավելի տեղեկացված ենք, բայց ԿԳՄՍ-ը մեզ պաշտոնապես պատասխանում է, որ այս գործառույթներին ինքը չի տիրապետում եւ փաստացի ստացվում է, որ որպես ռեսուրս հայտնի չի, թե ոնց է կառավարվում։ Եվ կարա այդտեղ արդյոք ոչ թե օգտագործվի ուղղակի, այլ նաև չարաշահվի այդ վարչական ռեսուրսը, թե ոչ։ Իսկ ամենատարածված խախտումները որ համայնքներում եք արձանագրել, եթե այդպիսիք կան, կուզեմ լսել ձեր պատասխանը, հետո նաև Տիկին Ասլանյանին սոցիալական կոմպոնենտի մասով արդեն կլսենք։ Յուրաքանչյուր համայնք ունի իր թերությունները, որովհետև չի կարող ուղղակի չլինել թերություններ, բայց պետք է արձանագրենք, որ այդ թերությունների, բացթողումների ու խախտումների հիմնական մասը դա ոչ թե դիտավորություն ենք մենք դիտարկում, այլ ամփույթ եւ փնթի աշխատանքի արդյունք ենք նայում, բոլոր համայնքներում կա։ Ես կարող եմ ասել, որ երբ որ մենք ուսումնասիրում ենք օրինակ հողոտարումները, հա, փաստացի բոլոր համայնքները անցել են շուկայական գնով գնահատման մեթոդաբանության, անկախ նրանից վարձակալական հիմունքով է, թե ոչ։ Հիմա փաստացի ունենք մի դեպք, որ Սպիտակ համայնքում օրինակ օտարում են ավականու որոշումով ոչ շուկայական գնով։ Այստեղ ակնհայտ է, որ կա խախտման ձև։ Եթե մենք դիտարկում ենք օրինակ ավելի թափանցիկ աշխատանքը, Տաշիր համայնքը, որը իր հանրայնացումներով միշտ եղել է բավականին բարձր թափանցիկությամբ, այս բանով, այս ընթացքում բավականին պարփակ են աշխատում եւ հանրայնացման համար մենք բարբերաբար զանգում ենք, այս կամ այն արձանագրությունը պահանջում նոր տեղադրվում է, այսինքն մեզ համար շատ կասկածելի է, որ հենց այս ընթացքում սկսեց ինֆորմացիան նյութը չհրապարակվել։ Նոյեմբերյան համայնքը, եթե մենք խոսենք, նոյեմբերյանը շատ ավելի վատ պատկեր է եւ նոյեմբերյանի հետ կապված ուղղակի նոյեմբերյանն ու Գյուլաքարակը գրեթե նույն մակարդակի են, այսինքն Տիմերի առումով այս երկու համայնքային համայնքներն են, որոնց մասին նույնիսկ խոսելն է թվում անիմաստ, որովհետև իմ կարծիքով այս երկու համայնքային իշխանությունները ոչ թե ուղղվելու տարբերակ չունեն, այլ ընդհանրապես հնարավորություն չկա, որովհետև 4-5 տարվա մեջ եթե չեն կարողացել գոնե մի քիչ ուղղվեն, չեն կարողանա ըստ երևույթին, որովհետև փաստացի պաշտոնավարման ժամկետի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մեզ մտահոգում է շատ նաև ինչպես նշեցի, Արագածոտնի մարզի համայնքները, որտեղ ինֆորմացիայի առումով շատ բարփակ են եւ օրինակ Ապարան համայնքին ունենք կատարած հարցումներ դեռևս անցած տարվանից, որոնց որ որևիցե կերպ չեն պատասխանում եւ հիմա առավել եւս, բայց Թալինի դեպքը հստակ ցույց է տալիս, որ եթե լիներ օրինակ ավելի պրոֆեսիոնալ աշխատական, գոնե արված ամեն ինչը կանեին շատ ավելի պրոֆեսիոնալ, որպեսզի
բոլոր տեսակետերից ուղղակի անհնար լիներ կամ գոնե կասկածելի լիներ որպես վարչական ռեսուրսի օգտագործում ասվածը։ Եվ ամենակարևոր բանը, որ կուզեի ասեմ, դա շինթույլտվությունների հարցն է։ Հիմա տեսեք, վարչական ռեսուրսի չարաշահում ասվածը դա միշտ չի, որ պարտադիր է իր օգուտ իշխանությունների լինի։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը անընդհատ պարտանում է մի համակարգով, ուրբան համակարգով, որը քաղաքաշինության կոմիտեի հետ զուգահեռ ստեղծած համակարգ է ինքնաշխատ, օրինակ շինթույլտվությունների մասով քաղաքացիները միանգամից ուրեմն նախագծողների միջոցով ներբեռնում են այդ ծրագրի մեջ նախագիծը եւ ինքնաշխատ տարբերակով իրանց գալիս է շինթույլտվությունը հաստատելու կամ մերժելու ուրեմն պատասխանը, հա։ Այսինքն ոնց որ դա ունի երկու process, նախ հայերեն չեմ կարող ասեմ, APC է կոչվում, որով որ ստանում են նախագիծ ներկայացնելու թույլտվություն եւ հրաման համայնքի ղեկավարի կողմից եւ երկրորդ արդեն նախագիծն են ներկայացնում, որով որ հաստատվում է շինթույլտվությունը։ Հիմա փաստացի սա պետքա լինի էլեկտրոնային, օրինակ Վանաձորում մենք մեր գրասենյակ 20-25 մարդ եկել են եւ մենք բոլորը խորհուրդ ենք տվել, որպեսզի քաղաքաշինության կոմիտե եւ կառավարություն բողոք գրեն։ Մարդիկ ինչ են ասում են, որ մեզանից թղթային պահանջում են եւ 2-3 ամիս պատասխան չեն տալիս։ Այսինքն այդ այն համակարգն է, որով կառավարությունը ասում է, որ այլևս չկա թղթային տարբերակը, կա էլեկտրոնային ինքնաշխատ։ Եվ զուգահեռ երբ որ նայում ես ինչ որ ընթացքում ավելանում մաշին թույլտվությունները, մարդիկ բողոքում են այս համակարգի դեմ, սա փաստացի որպես ռեսուրս օգտագործվում է ընդդեմ իշխանության։ Հա, այստեղ վարչական ռեսուրս ասվածը օգտագործվեց ընդդեմ իշխանության եւ այստեղ միանշանակ չի, որ դա ի օգուտ իշխանության է եւ ենթադրենք շինթույլտվություն տրամադրելը ի օգուտ իշխանության պետքա ձայն բերի։ Այլ ընդհակառակը այս օրինակ ես կարող եմ հստակ պնդել, որ ավելի շատ ընդդեմ իշխանությանը եւ այստեղ խնդիր է առաջանում հասկանալ։ Եթե վաղը օրինակ շինթույլտվությունների քանակը շատ մեծացավ, իսկ հունիսից հետո արդեն նախապատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, այստեղ մենք կարանք արդեն տանք լրիվ այլ որակում։ Բայց եթե հիմա մենք չունեցանք այս որակումները, հետագայում արդեն որակումներ տալը շատ ավելի բարդ է լինելու եւ հիմք գտնելու համար մենք շատ ավելի մեծ ռեսուրսներ ենք ծախսելու։ Իսկ հիմա այդ process-ն է, որտեղ որ զուգահեռ խորհրդարանականի մենք նաև հնարավորություն ենք ստանալու գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Շնորհակալ եմ, դեռ կանրադառնանք քաղաքաշինության ոլորտին, մի փոքր նաև անդրադառնանք սոցիալական ոլորտին։ Օրենքով սահմանված ինչ սահմանափակումներ կան սոցիալական աջակցության տրամադրման հարցում եւ արդյոք համայնքները հետևում են այս սահմանափակումներին առհասար եւ մոնիտորինգի նաև տրամաբանությունն եմ ուզում հասկանալ, թե ձեր կոմպոնենտը ինչպես է իրականացվում։ Շատ բարի։ Ասեմ, որ շատ կարևոր էր, որ այս ծրագրի ընթացքում խոսենք կամ աշխատենք նույն մեթոդաբանությամբ, այսինքն վերցրվել էին այն ամենառիսկային ոլորտները, որտեղ որ վարչական չարաշահումը կարող է մեծ ազդեցություն ունենալ նախընտրական փուլում մարդկանց գիտակցության կամ մտածելակերպի, հա, հետագա իրանց ընտրության վրա։ Սոցիալական կոմպոնենտը մեզ էր վստահված եւ այստեղ նախ նշեմ, որ ձեր խոսքում շատ կարևորեցի, որ հաղորդակցությունից ենք խոսում նաև այս process-ում, որովհետև որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ շատ կարևոր է, որ երկուստեք պետական կառույցները, այդ թվում նաև այստեղ փոքրիկ ես դժվարություն էլ կասեմ, հա, մասնավոր սեկտորի, մասնավորապես բարեգործական կառույցների հետ, ովքեր որ կարող են իրենց ռեսուրսները օգտագործեն ի օգուտ, օրինակ, չգիտեմ, մարդկանց ներգրավելու եւ որոշակի ուղղորդումներ անելու, այստեղ շատ կարևոր էր, որ մեթոդիկայի ժամանակ մենք հարցումների միջոցով թեև կապի մեջ ենք դուրս գալիս իրենց հետ, բայց մենք կարող ենք նաև զուգահեռ եւ անում ենք իրենց պաշտոնական կայքերը ուսումնասիրել հարցումից հետո պատասխանը ստացանք, բայց շատ որոշ պատասխաններ նաև կարող ես գտնել նաև պաշտոնական կայքերում, բայց այստեղ շատ կարևոր է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա,
որ իրենք է զգաստանան ու խոսքում է նշվեց, հա, որ հարցումից հետո իրենք որոշ չափով սկսում են նաև մտածել, սկսում են նաև այդ փաստաթղթերի հետ մտածել։ Տեսեք, ասում եք օրենքով արգելված այստեղ շատ նուրբ սահման է, որ երբեմն մենք անգիտակցաբար որպես բնակչություն չենք կարողանում տարբերակել, հա, եթե այս գործողությունը արվեց, հիմա սա չարաշահում է թե ոչ, կամ սա ինչ որ ուղղորդում է թե ոչ, ու նման հետազոտությունները մտածելու տեղիք են արդեն տալիս։ Ու այստեղ կարևոր է, որ պետական ոլորտի մարդիկ, նաև այն տեխնացությունները, այն կուսակցությունները, ովքեր որ մտել են այս process-ի գործընթացի մեջ, շատ զգույշ լինեն, ու այստեղ շատ կարևոր էր, ամենակարևոր այսպես կոպիտ ու բավականին ուժեղ գործիքը դա սոցիալական ոլորտն է, իհարկե այնտեղ կա առողջապահություն, կա նաև շինարարության այդ գնումների համակարգը եւ այլն, բայց սա շատ խոցելի է մեր պետության համար ու այստեղ օրենքը հստակ ասում է, հա, այդ սահմանները, այդ կետերը, որ դեպքում ինքը չարաշահում, եթե դու տեխնացիոն ես դրել եւ այս համակարգում ես աշխատում, սահմանափակումներն է նշում, որ երբ կարող ես օրինակ միջամտել այդ process-ում, երբ կարող ես օգտագործել կամ արգելվում է օգտագործել քո դերը, այս տեսանկյունից մի փոքր նաև տեղայնացնեմ, հա, մեր կոնկրետ ինչն էր հետաքրքիր, որ մեթոդիկա կիրառելիս մենք ընտրել ենք այդ հարցումների ժամանակ շատ հստակ այնպիսի թեմաներ, որոնք կարան մեծ ազդեցություն թողնեն մարդկանց կամ այդ կառույցների վրա, մասնավորապես օրինակ ինչպես նշվեց այն քաղաքներն էին Տաշիր, Վանաձոր եւ Գյումրի, շատ հետաքրքիր էր, արդյոք իրանք ունեն 2026-28 թվականների սոցիալական ռազմավարություն, նաև սոցիալական տարեկան պլանները 26 թվականի յուրաքանչյուր քաղաքում, որովհետև անկախ նրանից դու պետական կառույց ես, մասնավոր կառույց, նաև քաղաքասարակության կամ սոցիալական կազմակերպությունը եւս պարտավոր են ունենալ այս փաստաթղթերը, որովհետև դրանք ոչ միայն թափանցիկության պայման են ապահովում բնակչության նկատմամբ, այլ նաև մեր որպես բնակիչներ վստահություն, որ դու պլանավորված ունես ու այս ոլորտը շատ կարևոր է, որ քո դիտակետում ունենաս։ Սրանք են արվել առաջի հարցումների փուլում։ Նաև ուսումնասիրվել են շատ կարևոր էր, օրինակ Շիրակի եւ Լոռու մարզպետարանները կառավարության որոշմամբ ինչ սոցիալական, այսպես մասնաբաժին այդ տարվա համար հատկացում արվել։ Այ ինձ հետաքրքիր էր նաև թե կոնկրետ դեպքեր արձանագրվել են, երբ սոցիալական աջակցությունը օգտագործվել է, կիրառվել է, այսպես ասենք, որպես ընտրողի վրա ազդեցության գործիք։ Մենք բարձրաձայնում ենք, մենք ներկայացնում ենք, բայց մենք ենթադրում ենք, որ կարա դա դիտարկվի որպես ազդեցություն։ Այս պահը շատ այսպես հետազոտությունը ինքը հաշվարկները իհարկե ամփոփում է առաջ կամ ավելի մանրամասը արվելու է, բայց կոնկրետ տեսեք վերցնենք մարզպետարանները, չէ, ունեն օգնությունների ֆոնդ եւ այլն, որոշակի օրենքով սահմանափակումներ են արել, նույն որոշ քաղաքապետարաններ, այսինքն ուղղակի կարող են օգնություն չտրամադրել, բայց հասարակական կազմակերպության միջոցով այդ հարցը լուծեն, որովհետեւ արդեն բյուջեին փոփոխություն է եղել, արգել։ Այս տեսանկյունից ես միայն կնշեմ, որ ոչ բոլոր պատասխաններն էին շատ այսպես մեզ գովելի, որովհետև այնպիսի հարցում ես ուղարկում շատ բարձ նշեք կառավարության կողմից ստացված ֆինանսական այդ աջակցության այդ որոշման չափը ու իրանք զլանում են, բայց դա պարտավորվածություն է, հա, քաղաքացու նկատմամբ նույնիսկ։ Բայց բանը ոչ բոլոր երկու մարզպետարաններին հաշվարկա է, մեկի պարագայում պատասխանը տրվել է գրեթե լիարժեք, մյուսի դեպքում առհասարակ ներկայացվել է, որ որոնք են այդ Շիրակի մարզպետարանի դեպքում գրեթե լիարժեք տրամադրվել է, այսինքն երբ որ դու կարդում ես այդ բովանդակությունը, ոնց որ չեն ասում ում են տվել, բայց ասում են, որ այսքան գումար է, այսքան անձի։ Ըստ ձեզ ո՞րն է խնդիրը։ Այստեղ խնդիրը տեսեք ոնց որ երբ որ անցնում ես այդ կառավարության ընդունած նորմատիվ իրավական ակտերի փաստաթղթերով, դու այնտեղ ահռելի մի փաստաթուղթ է, որոնց որ չես շատ մեծ ծավալուն փաստաթուղթ է, որ պետքա գտնես, թե ի վերջո ինչքան է, ենթադրենք 30 միլիոն է, թե 10 միլիոն է, թե 20 միլիոն է ու ինչի համար, հա։ Զուգահեռ իհարկե նաև
Սա մամիայնյա որոշում, այսինքն մարզպետի կողմից է որոշում, թե ում ինչքան գումար է տալիս ու այս դեպքում քանի քաղաքացու է տվել, որքան գումար եւ այլն, հա, Շիրակի մարզպետարանի կողմից հստակ եղել է պատասխան, այսինքն այդ պատասխանը վերցնելով դու ստանում ես քո հարցի պատասխանը։ Իհարկե ոչ այն տարբերակով, որ դու կուզեիր, լրիվ sense բաց, թափանցիկ, բայց ամենայն դեպս այդ մարդիկ գոնե աշխատել են։ Լոռու մարզպետարանի պարագայում ընդհանրապես առաջարկվել է, որ այդ ամբողջ փաթեթը նայվի, իսկ այդ փաթեթում այդ գումարը հայտնաբերել շատ բարդ է, եւ զուգահեռ դու չես կարողանում հասկանալ, թե ի վերջո ինչքան գումար հատկացրեցին, այդ գումարի քանի տոկոսն է այդ ամիսներին բաժինած եւ այլն։ Սա խոսում է ինքը թափանցիկության մասին կամ խոսում է պաշտոնատար անձանց պատասխանատու եւ ոչ պատասխանատու լինելու հանգամանքի մասին, քանի որ հարցումներ իրականացվել է մարզպետարանների մարզպետներին, պատասխանողը նույնիսկ եթե ինչ որ բաժնի աշխատող է, պատասխան գրողը կա այնտեղ կատարող, այնուամենայնիվ այդ պատասխանը գալիս է մարզպետի անունից եւ փաստացի այս դեպքում այդ պատասխանը մենք ընդունում ենք որպես մարզպետի կողմից պատասխան։ Զուգահեռ նաև պետք է չմոռանանք, որ օրինակ Լոռու մարզպետը հանդիսանում է նաև տեխնացու եւ մեզ առավել քան հետաքրքիր է, թե օրինակ տեխնացու անձը, ով նաև ի պաշտոն է մարզպետ է, քանի քաղաքացու սոցիալական աջակցություն տրամադրելու որոշում է կայացրել, ինչքան գումար է ստացել, արդյոք դրանից առաջ նախորդ տարվա համեմատ ունեցել է աճ այդ գումարի, թե ոչ, կառավարությունը արդյոք ավելի շատ գումար է հատկացրել, ոնց որ եթե մենք հարցում անեինք պարգևատրումների, պարգևավճարների մասով, որը որ մեզ կտար նաև պատկեր, թե վարչական ռեսուրս ասված աշխատողների վերաբերյալ քանի հոգու է ներգրավում այդպես որպես ընտրող, ինքը որ խուսափեր այդ հարցի պատասխանին, դա մենք կընդունեինք, կհասկանայինք, բայց այս պարագայում մեզ համար ոչ հասկանալի է, որտեղ հանրային միջոցներն է, այն էլ է հանրային միջոց, բայց դա կընկալվեր որպես բան։ Այն որ ասում է աշխատավարձի մասին հարցնելը, պարգևատրման մասին հարցնելը մի քիչ էթիկապես սիրուն բան չի, այդ ոնց որ այդ տեսանկյունից կընդունեին։ Լավ, իսկ մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են դեպքեր։ Արձանագրված դեպքերից որևէ մեկը իրավապահ մարմիններին ներկայացվել է կամ Թալինի դեպքը այո, Թալինի դեպքը այո, եւ գնացել է անկախ դիտորդ դաշինքի անունից, բայց այստեղ նաեւ պետքա մի շեշտում անենք, որ սոցիալական օգնություններ տրամադրելու ըստ երևույթի հանգամանքը հետևյալն է, եթե մարդը համայնքի ղեկավար է, եթե գոյություն ունի թիմ ունի իր լիազորությունների շրջանակում ոչ միայն բարեկամ կարտահայտելու, այլ նաև պարտավորություններ։ Եվ պարտավորությունների ներքո ամենակարևորը ճիշտ փաստաթղթավորումն է, որը որ տեղի չի ունենում։ Եվ դա անփույթ աշխատանքների արդյունք է։ Մյուս կողմից իհարկե պատասխանատվությունն է, եւ պատասխանատվությունը ոչ թե սեփական կուսակցության կամ սեփական քաղաքական խմբի առաջ, այլ հասարակության հանդեպ պատասխանատվությունն է, եւ եթե մենք դիտարկում ենք Թալինի օրինակը, մեզ շատ վրդովեցրել է։ Հիմա ունենք դեպք նույն օրենքի խախտմամբ Ստեփանավան համայնքի հավաքանի որոշում է կայացնում Արցախյան առաջին պատերազմում զոհված անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրի ապրիլի 7-ի կապակցությամբ։ Նայում ենք մնացած տարիներին դա միշտ եղել է մայիսի 9-ին։ Հիմա որոշեցին ապրիլի 7-ին։ Ենթադրվում է, որ իրանք ուզեցել են այնպես անել, որ բարեգործության արգելքի տակ չընկնի, բայց մեկը անգել էր, որովհետև ընտրությունների օրը արդեն նշանակվել էր։ Բայց այստեղ չափելիությունը հետևյալն է։ Ստեփանավանի համայնքապետը չի հանդիսանում տեխնացու։ Եվ այն որ ինքը այդ հարցը բերել էր եւ ավականին կոլեգիալ որոշմամբ խախտեց թիմ օրենքը գումար տալով, սա լրիվ այլ բան է եւ սա չի ենթադրում քրեական պատասխանատվություն, այլ չիմացության արդյունքում վարչական պատասխանատվություն է ենթադրում, որը որ կոլեգիալ մարմնի վրա խոր առումով չի կարա ազդի։ Այսինքն պատասխանատվության չեն ենթարկվում, բայց Թալինի դեպքը ուրիշ է։
Հիմա նույն խախտումները Փորձենք ենթադրյալ ամփոփել հաղորդումը մոտենալու նույն ավարտին։ ենթադրյալ խախտումները, եթե մենք խոսենք շինթույլտվությունների մասով, Վանաձորում կա։ Ես գիտեմ նաև, որ ահռելի քանակությամբ բողոք է գնացել կառավարություն եւ Քախշին, հա, այս մասով։ Հիմա դրան չարձագանքելը կառավարության կողմից, ես կարծում եմ, որ դա կարա դիտարկվի որպես վարչական ռեսուրսի օգտագործման ձև, արձագանքելը եւս, բայց փաստացի այն որ որպես ռեսուրս ինքը խախտում է ու լուրջ խախտում է եւ խախտվում է ի վնաս իշխանության, էդ էլ է պետք արձանագրել, այսինքն այնպես չի, որ իշխանությունը ուրեմն պետքա քարկոծենք։ Որտեւ շատ դեպքերում այդ նույն համայնքային իշխանությունները կամ անգրագիտության պատճառով, կամ չգիտակցելով, կամ դիտավորությամբ նաև ինչ որ ձևերով ազդում եւ ռեսուրսը օգտագործում են ի վնասացնելու համար իշխանության։ Սա պետք է ընդունենք եւ պետք է տանք ազնիվ գնահատական, որովհետեւ եթե մենք այս գնահատականը չտանք, ստացվում է, որ ամեն ինչի մեղավորը իշխանությունն է։ Այո, իշխանությունը շատ դեպքերում պատասխանատու է ընտրությունների որակի համար, պատասխանատու է արդար ընտրությունների համար, այսինքն այդ ամեն ինչը եւ վարչական ռեսուրսի չարաշահման դեմն առնելու համար։ Հիմա ինձ համար նաեւ այդ է որպես հարց, եթե օրինակ վաղը իշխանությունները, հա, այս Վանաձորի դեպքը օրինակ, որ իրենց դեմ է, ինչ որ քրեական վարույթ նախաձեռնեն այս մասով, սա մենք դիտարկելու ենք որպես բան, ռեսուրսի օգտագործում, որովհետև իրանց վնասել են, չէ՞։ Որ ինդիմությանը վնասում էին, ասելու են, այդ ժամանակ ինչի չէիք ձենամ։ Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ սա արդյունքում նաև որոշ մարդկանց վրա ազդեցություն է գործադրում։ Եվ այստեղ հարցը հետևյալն է. կարևոր է, որ լինի արդար ու ճիշտ ու ազդեցություն չգործադրվի, թե ձայն չհանվի, որովհետև իշխանությունը կարա դրա համար պատժի։ Եվ վերջում ամփոփելով այսպիսի մի հարց, ո՞րն է ձեր հիմնական ուղերձը իշխանություններին եւ ընտրողներին։ Կխնդրեմ դուք ասեք եւ նաեւ պարոն Քոթանջյանը։ Շատ լավ հարց էր։ Ուղերձը, որ բոլորը աշխատեն օրենքի սահմաններում, նաև իշխանության տեսանկյունից, որ քանի որ բոլոր լծակները կամ լծակների մեծ մասը իրեն ձեռքում է, դրանք ամբողջությամբ կիրառեն հանուն այդ թափանցիկության ապահովման, նաև մեր նշած ոլորտներում, խոսեցինք չէ ԿԳՄՍ-ից, որ չէր տիրապետում, դա ոչ միայն իրենց դեմ է, այլ ամբողջ մեր երկրի դեմ է, այսինքն պիտի այնպիսի համակարգերի թափանցելի լինելուն օգտագործեն իրենց ռեսուրսները, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, իրենք են պատասխանատուները։ Իսկ հանրությանը, ինչպես մեր հարցումների ժամանակ միշտ համեմատում ենք հնի հետ, այսինքն նախորդի տվյալների հետ, թող հիշեն որոշ դեպքերում, եթե առաջարկություններ են ստանում, ինչի հիմա ստացան, մի հատ տեսնեն անցյալ տարի ստացել են, թե ոչ, դա եւս ինդիկատորներից մեկն է, եւ չգիտեմ, ամենալավը եւ անաչառություն եւ չգիտեմ, լսեն, իրենց լսեն։ Դուք իմ կոչն է առհասարակ եւ ներկա եւ ապագա իշխանություններին, որովհետեւ ընդամենը հաշված օրեր հետո մենք կունենանք ստիերութին ամենայն հավանականությամբ կունենանք արդեն նոր կառավարություն, անկախ կազմից ինքն նոր կառավարություն կլինի եւ շատ կարեւոր է հիշել, որ համայնքներում եւ բոլոր համայնքներում սկսած Երևանից պետք է առնվազն տանել հսկայական աշխատանք, որպեսզի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք որոշումներ են կայացնում, ինչ որ վերապատրաստումների արդյունքում գոնե կարողանան հասկանան իրենց գործառույթների բուն բնույթը, որտեվ երբ որ իրանք չեն իմանում ինչա, ստացվում է վերջում մի հատ մեծ բարդակ, որի մեջ մենք այսօր ապրում ենք, ու բոլորս սկսում ենք մեղադրել եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը, եւ բոլորս համարում ենք, որ չկա մի բան, որ մեջ չկա կոռուպցիա։ Շատ դեպքերում իհարկե նորից եմ ասում, մենք
մեզ մոտ այդ իդեան ինչի համար է առաջացել վարչական ռեսուրսները օգտագործելու, որպեսզի վերջո հասկանանք, որ բոլորը ասում են վարչական ռեսուրս, չարաշահվում է, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն fake news է, եթե այո, ուրեմն fake news չի ու դրա դեմը պետք է առնել։ Հիմա այդ հարցի պատասխանը շատ պարզ է։ Երբ որ նայում ես, հա, լրագրողը հարցնում է, կա այստեղ վարչական ռեսուրսի չարաշահում, հաջորդ հարցը գալիս է, այդ մարդը ունի այդ գործառույթը, թե ոչ։ Ու այդ մարդը չի կարող ինքը պատասխանի, թե ինքը ինչ գործառույթ ունի, որ տեղյակ չի, ինքը ունի լիքը տեղակալներ, ինքը ունի բաներ, համայնքային ծառայողներ, որոնք որ նստած Facebook-ում ինչ-որ քաղաքական հայտարարություններ են անում, որի իրավունքը չունեն։ Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։ Լոռի հեռուստաընկերության եթերում իրողություններ։ Կհանդիպենք։